Մենք սիրում, ներում, կարոտում և նույնիսկ բարկանում ենք սրտով։ Մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգանը պատասխանատու է ոչ միայն մեր զգացմունքների, հույզերի, այլև կյանքի համար։ Սրտանոթային հիվանդություններն ամբողջ աշխարհում մահացության առաջին պատճառն են։ Այս առումով մեր երկիրը ևս բացառություն չէ։ Հայաստանում 2024 թվականին մահացել է 25,000-ից ավելի մարդ։ Ցուցանիշը 2023 թվականի համեմատ ավելացել է 5,2%-ով։ Շենգավիթ բժշկական կենտրոնի սիրտանոթային կենտրոնի ընդհանուր սրտաբանության բաժնի ղեկավար Տիգրան Աստվածատրյանն առանձնացնում է այն գործոնները, որոնք մեծացնում են սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Զարկերակային հիպերտենզիան, բարձր ճնշումն է, դա ծխամոլությունն է, դա հիպոդինամիան է, ֆիզիկական ակտիվության նվազումն է, որի մեջ նաև այդ գործոնների մեջ մեծ ոչ պակաս իր մեծ լուման ունի, նաև օդի աղտոտվածությունը, եւ դրանք կարող են լինել կառավարելի եւ ոչ կառավարելի։ Ժառանգականությունը ոչ կառավարելի է, տարիքը ոչ կառավարելի է, տղամարդ լինելը ոչ կառավարելի գործոն է, սիրտանոթային հիվանդությունների, բայց կառավարելին դա զարկերակային գերճնշումն է, դա ծխամոլությունն է, դա հիպոդինամիան է, որ էլի խանգարում է, դա հիպերխոլեստերինեմիան է, այսինքն ճարպերի նյութափոխանակության խանգարումը։ Ցուրտ եղանակային պայմաններն ու սեզոնային փոփոխություններն առավել նկատելի ազդեցություն են թողնում սիրտանոթային համակարգի վրա, ասում է սրտաբան Վազգեն Քալանթարյանը։ Սովորաբար այդ ժամանակ պացիենտների թիվը կտրուկ աճում է, սրացումներն են շատանում եւ հիվանդանոցներում նաև դիմելությունն է խիստ ավելանում, որը որ բերում է ներհիվանդանոցային խիստ ծանրաբեռնվածության առողջապահական համակարգի։ Դա արդիական խնդիր է, որ ունենք, երևի թե ճիշտ կլինի, որ մեր հասարակությունը ավելի շատ ժամանակ տրամադրի եւ ցանկություն ունենա կանխարգելելու հիվանդությունները եւ հետազոտվելու։ Հիմնական պատճառներն են առաջին հերթին իհարկե դա սրտի իշեմիկ հիվանդությունն է եւ սուր կորոնար համախտանիշն են, այսինքն սրտամկանի ինֆարկտներ, անգամ ստենոկարդիա եւ այդ ցուրտ ամիսներին բնորոշ մյուս էլի յուրահատուկ պաթոլոգիաներից մեկը դա քրոնիկ սրտային անբավարարության սրացումն է եւ դեկոմպենսացիաները։ Այս պահին Շենգավիթ բժշկական կենտրոնի սրտաբանության բաժինն աշխատում է գերծանրաբեռնված։ Օրվա ընթացքում սրտանոթային տարբեր խնդիրներով 10-ից 15 բուժառու է այցելում հիվանդանոց։ Ամսական մոտավոր 150 ինվազիվ միջամտություն է արվում, այսինքն 150 սիրտանոթային միջամտություն է իրականացվում։ Կարդիոռեանիմացիոն բլոկը ընդհանրապես մեզ մոտ 15-17 մահճակալանոց բլոկ է, որը էլի աշխատում է լրիվ ծանրաբեռնվածությամբ կարելի ասել։ Մենք աֆիլիացված անդամ ենք Եվրոպական սրտաբանների ասոցիացիայի եւ Եվրոպական սրտաբանների ուղեցույցերը, որոնցով որ աշխատում են եվրոպացիները, շատ կարճ ժամանակում, նույն տարվա ընթացքում հասանելի են դառնում մեր սրտաբանության ասոցիացիայի անդամներին, մեր սրտաբանական սոցիումին եւ թե տեխնիկապես, թե գիտականորեն համտեղեկացված ենք, համալրված ենք եւ Հայաստանում շատ ակտիվ կատարվում են մի շարք միջամտումներ եւ վիրահատություններ։ Սրտաբանները փաստում են, Հայաստանը գտնվում է սիրտանոթային հիվանդությունների ռիսկի բարձր գոտում։ Արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառները մասնագետները պայմանավորում են ժառանգականության վտանգավոր սովորությունների հետ։ Այն, որ հիվանդությունը հատուկ է միայն տղամարդկանց, սրտաբան Տիգրան Աստվածատրյանը թյուր կարծիք է համարում։ Կինը արդեն հոսպիտալիզացվում է ավելի ծանր վիճակում։ Դրա համար խորհուրդ են տալիս հատկապես ինչ որ տարիքից հետո հետկլիմակտերիկ շրջանում շատ ավելի զգոն լինել ու ուշադիր լինել կանանց գանգատներին։ Հարյուրավոր կյանքեր փրկած սրտաբանը ցավով եւ մի փոքր էլ զայրույթով է խոսում այն մարդկանց մասին, որոնք մեկ անգամ սուր ինֆարկտից հետո փրկվել, բայց շարունակել են չհետևել իրենց առողջությանը։ Հարգելիս, դու պետք է հետևես մեր բոլոր ցուցումներին, որ հետագայում կրկնվելու դեպքում անգամ մենք հասկանանք, որ պատճառը դուք քո ապրելակերպը չէր, այլ օրինակ հիվանդություններ, դե պետք է լիներ։ Բժշկի ցուցումով դեղորայքի պատշաճ կիրառումը սեփական առողջության նկատմամբ լուրջ վերաբերմունքը կարող է մահացությունների ցավալի ցուցանիշները կրճատել մինչև 21%-ով, ասում է զրուցակիցս եւ հորդորում հետևել առողջությանը, որովհետեւ ապրում ենք, քանի դեռ մեր սիրտը բաբախում է։
Հասմիկ Ֆահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։